Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, ամառային եթերաշրջանի առաջին խաղում Հարություն Արզումանյանի թիմը հաղթեց հեռուստադիտողներին 6-2 հաշվով եւ դարձավ եզրափակիչ խաղի առաջին հավակնորդը։ Իսկ այս պահին ես խաղի եմ հրավիրում Լևոն Նիկողոսյանի թիմին։ Անոթային վիրաբույժ Արամ Խաչատրյան, ոսկե եւ մարմարե արծիվների մրցանակակից ծրագրավորող Լևոն Գրիգորյան, մարմարե արծվի կրկնակի մրցանակակից կենսաբան Սամվել Խաչատրյան, ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյան, մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր մաթեմատիկոս Արտյոմ Ղուկասյան եւ թիմի ավակ մարմարե արծվի մրցանակակիր գործարար Լևոն Նիկողոսյան։ Լևոն Նիկողոսյանի թիմի դեմ այսօր կխաղան Լևոն Հայրապետյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Մեհեր Մինասյանը, Սուպեր Բլից, Գայանե Անտոնյանը, Սուսաննա Հարոյանը, Արսեն Ոսկանյանը, Բլից, Դավիթ Աբգարյանը, Մարիետտա Պապանյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սերյոժա Ափոյանը եւ հարց Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ ամառային խաղեր։ Հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների։ Հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Պարոն Նիկողոսյան, Այո։ Ձեր թիմում մարմարե արծվի մրցանակակիրների պակաս էիք զգում, որ հրավիրեցիք Արտյոմ Ղուկասյանին։ Շատ լնի քիչ շլի, պարոն հաղորդավար։ Դուք հաշվել եք, որ 6 գիտակի համար ունեք 7 արծիվ։ Հաշվել ենք։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն։ Հարց Յունիբանկից։ Ձեր դեմ խաղում է Յունիբանկի աուդիտ մենեջեր մարմարե արծվի մրցանակակիր Աննա Աստանյանը։ Վերջերս Շանել ընկերությունը կանանց համար բաց դարչնագույն ջրակայուն բաճկոն է արտադրել, որը սոցիալական կայքերի շատ օգտատերեր անվանել են թրջվել նորաձև։ Ուշադրություն հարցը. Ինչ առանձնահատկություն ունի այդ ջրակայուն բաճկոնը։ Ժամանակ։ Ինքը ինչ գույն է։ Թրջվելուց է կարող։ Ջրի հետ հպումից թրջվելուց դառնա մաշկի գույն։ Էլ ինչ տարբերակ կա։ Կարող է Շանելի լոգոն ավրեն երևում, կարող է կարա պարֆյումի հոտել գա, պարֆյումի հոտել կա։ Վերջերս որտեղ մարդիկ կարան թրջվել։ Հետ կապված ինչ ա եղել էս վերջերս։ Օլիմպիադա ջրային ինչ որ բան։ Ջրհեղեղ Դուբային ա լցրել ջրերով։ Չէ, Դուբայը դժվար։ Եղեք իսկ այդ բանը որ դաշնագույնը։ Ջրի չի փոխում։ Եղեք դաշնագույնը մեզ ինչ ասում։ Բոլոր մաշկերին սազում է, բայց ինքը ջրակայուն։ Մարդու մաշկին մոտիկ չի կարա բոլոր մաշկերին ինտերնետի ջրի հետ կապված պայուսակներ եւ լոգո կարող է նոր մի բան։ Նորա մաշկագույնը կասեին, բաց դարչնագույն։ թրջվելուց կարա դառնա։ Պարոն Նիկողոսյան, լսում ենք ձեզ։ Կփորձի պատասխանել Նորա Ալանակյան։ Լսում ենք ձեզ տիկին Ալանակյան։ Փորձենք ենթադրել, որ այս ջրակայուն բաճկոնը նաև երբ որ ինքը թրջվում է, նաև օծանելիքի հոտ է արձակում։ Հասկանալի։ Կուզենայի նման բան ունենալ։ Հասկանալի է։ Ուշադրություն ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Պարոն Նիկողոսյան, երբ այս բաճկոնը թրջվում է, դրա գույնը փոխվում է եւ հայտնվում է Շանել ընկերության տարբերանշանը, դուք այդ տարբերակը ունեիք եւ երկար քննարկեցիք։ 1-0 հոգուտ հեռուստադիտողների, քանի որ հարցը Յունիբանկինն էր, ոչ մի պարգևավճար չի ստանում։
Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia 3 Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia Սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, հայ ռեժիսոր, սցենարիստ և գրող Դավիթ Բաբայանը նվիրում է իր հեղինակած Դոդոյի աքսորավայրը, բանաստեղծական ստի բառերան գիրքը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Տիկին Ալանակյան, Այո, լսում եմ։ դեռ 15 տարի առաջ դուք մի առիթով ասացիք, որ ազատ ժամանակը կօգտագործեիք ֆրանսերեն սովորելու համար։ Ի վերջո գտաք այդ ազատ ժամանակը, Մի քիչ գերմաներեն սովորեցի։ Դրա փոխարեն։ որովհետև դա էր պետք գործի բերումով, Այո։ հասկանալի է։ Իդեպ շատ սիրում լեզու դուս եկա։ Ուսումնասիրողները ինձ ասել են. Ձեր դեմ խաղում է Մեհեր Մինասյանը, ինժեներ Երևանից։ Հայտնի լրագրող, հաղորդավար և գրող Լև Նովոժոնովը հիշում էր, որ բոլոր այն թերթերի խմբագրություններում, որտեղ նա աշխատել է, հաճախ էին խնջույքներ կազմակերպվում։ Ուշադրություն հարցը։ Իսկ կոնկրետ որտեղ էին Նովոժոնովն ու ընկերները կազմակերպում այդ գինարփուկները, վստահ լինելով, որ ղեկավարությունը չէր անհանգստացնի նրանց։ Ժամանակ Լենինսկая комната։ Դիրեկտորի սենյակում, դիրեկտորը ոչ Երեք ինքը արդեն վերջի 20-30 տարվա մեջ Լենինյան Երբեր է, երբեր Նովոժոնովը։ Երբեր Նովոժոնովը, եթե սովետական։ Սովետական։ Կայետոր կար։ Սենյակ որտեղ ոչ Թերում չի կային մտնում։ ֆոտոլաբորատորիաներ, որտեղ Հա, չէր պրայվտը չի կարելի դուրս բացել, պրայվտը անելու սենյակը լավ։ Անսպասելի մտնել չի կարելի։ Այս լավ է։ Ուրիշ, որտեղ հաստատ մարդ չի։ Փողերը որտեղ են։ Ինքը սովետի Չէ, իրանց չէին կողմից։ Կասայում ղեկավարը կարող է Դիստուկը նիվ խածից ինչ որ տենց մի բան։ Զուգականան զուգարանում Սյոմկա չի թերթի խմբակցությունն է։ Սյոմկա կամ անի ձայնագրություն դժվար Ինքը թերթերի Նիվխադից դրաշ պատերներ։ ինքը թերթերում էր Հա աշխատում։ որտեղ կարա նիվխադից էլ Հասկացա։ այդ լուսաշրջան չի կարելի մտնել անց ասելու։ Լավ, ուրիշ ինչ կարա լինի։ Եթե սովետականը չէր կարող Իսկ ինչ մալեվ որտեղ եթե մտնես պետք է գործանես։ Բայց ինքը նաև 90-ականներին աշխատում էր։ Պատասխանում է Լևոն Գրիգորյանը։ դեռ ունեիք ժամանակ, լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Հավանաբար խոսքը գնում է լուսանկարչական նյութերի մշակման սենյակների մասին, որտեղ չէր կարելի մտնել առանց նախազգուշացնելու, քանի որ պետք է լիներ մութ։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գինարփուկները, պարոն Գրիգորյան, կազմակերպվում էին լուսանկարչական լաբորատորիաներում, ղեկավարությունից այնտեղ դժվար որևէ մեկը մտներ, վախենալով, որ փչացնեին լուսանկարչական ժապավենների նեգատիվները։ Մեկ-մեկ Լևոն Գրիգորյանը հավասարեցնում է հաշիվը, իսկ ես ուզում եմ տեղյակ պահել ձեզ, որ մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենտի բաժնի ղեկավար Հայկ Հայրապետյանը։ Բարի երեկո, պարոն Հայրապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Հայրապետյան, Աթենքն ունի թե տարիներով սիրված համեր, թե նորույթներ, որոնք հենց հայտնվում են շուկայում, միանգամից դառնում են սուպերհիթ։ Ինչպես եք հասկանում, ինչ է պետք մարդկանց եւ կան արդյոք ապրանքատեսակներ, որոնք մարդիկ առանձնահատուկ են սիրում։ Նորարարությունների դեպքում մեզ շատ է օգնում տարիների կուտակված փորձը, պարոն հաղորդավար, քանի որ նորարարությունների հետ մեկտեղ աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի մնալ հաճախորդամետ ու նոր ապրանքի մուտք շուկայի ժամանակ շատ երկար ենք մտածում, քանի որ նոր ապրանքը պետք է լինի Աթենք մսամթերքի ապրանքանիշին իրոք արժանի նորություն։ Իսկ կապված, այսպես ասած, սուպերհիթերի հետ կնշեմ, որ ունենք սուպերհիթեր, որոնք սուպերհիթ են համարվում ոչ միայն Աթենքի ներսում, այլ նաև հայաստանյան շուկայում համարվում են իրենց կատեգորիայի ամենաշատ վաճառվողները։ Որպես օրինակ կնշեմ Աթենքի բնական թաղանթով
կատնային նրբերշիկները միանշանակ, որովհետև ամենաշատ վաճառվողներն են ու տարիներ շուրջ հաճախորդները չեն դադարում գնել, ինչ նորություններ է, որ շուկա թողարկում ենք, մեկ է, դրանք մնում են ամենաշատ վաճառվողները ու տարիներ շուրջ իրանք դարձել են մեր հաճախորդների առօրյայի անբաժան մասը։ Որպես նորույթ սուպերհիտ կնշեմ Աթենքի սերուցքային պելմենները, այսպես կոչված սրտիկաձև պելմենները, որոնք մուտք շուկայի առաջին իսկ օրվանից վաճառքի ռեկորդներ են սահմանում ու մեծ սեր ու համբավ են գտել Աթենքի հաճախորդների շրջանում։ Շնորհակալություն պարոն Հայրապետյան։ Ավելացնեմ միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի եղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Իսկ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան։ Այո։ Մանուկ հասակում ցանկացել եք երկրաբան դառնալ։ Այո։ Իսկ ի՞նչն է ձեզ շեղել ձեր երազանքի ճանապարհից։ Ճիշտ ասած, երկաբան ուզում էի դառնալ, քանի որ շատ հետաքրքիր տեղերով են մարդիկ գնում, սարերով, ձորերով։ Հետո ուսանողական ժամանակ այնքան շատ էի գնացել արշավ, որ ոնց որ դա կշտացել էի դրանից, էլ չէի ուզում։ Բայց մինչև ուսանող դառնալը դեռ չէիք գնացել, չէ՞, ուսանող տարիներին եք գնացել, այ ինչու՞ չեք կընտրել այդ մասնագիտությունը։ Երևի ֆիզիկայի ուսուցիչն է ինձ շատ ոգևորել, հենց ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի։ Լավ ուսուցիչ եք։ Շատ լավ ուսուցիչ էր։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Վահագն Մարտիրոսյանը, ուսանող Արթիկից։ Ուշադրություն, սև արկղ։ Միացեք սա։ Սև արկղում գտնվում է առարկա, որը 18-րդ դարի ֆրանսիացի արիստոկրատներն անվանում էին երկրորդ հիշողություն։ Այն ժամանակ ընդունված չէր հանրության մեջ նոթատետր հանել եւ գրառումներ անել։ Դա համարվում էր անքաղաքավարի։ Փոխարենը, եթե մարդը ցանկանում էր ինչ-որ բան հիշել, նա հանում էր այն, ինչ գտնվում է սև արկղում եւ դրա վրա կատարում մի պարզ ֆիզիկական գործողություն։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում։ Թաշկինակ։ Երկարա լինի։ Զայզայց ուզիլով թաշկինակի վրա։ Մյուսը։ Թզբեխը Թզբեխը բանով է։ Ռումա ուչի է։ Վերով ինչ կարա։ Կարայչորից ցալի քո ասած։ Գրելու ձև կար մանժետներին գրել, բայց դա մեկը գրել է։ Գործողություն անել։ Գործողություն անել իրա վրա։ Ախր դա մի բան է, որը անընդհատ նոտը պետք է լինի պլաստիլին դժվար։ Ինքը միշտ կոմոտ է, ակնոց չէ։ Ակնոց որպես այդ Դալշը ուրիշ վերսիա։ գրելու վերսիաները դուրս չեն գալի։ Կավի կապը չգրել չնի, կավիչ մավիչ պետք է։ Հավանաբար գրել չպետք է։ Կարա ունենա։ Իսկ չերևացողի չկարալ։ գալստուկը կարելի էր կապել ինչ որ այձև։ Հանում էր, գայստուկը վրենա։ Կարող փայտիկը հանում էր։ Ինչ փայտիկը տորա ջարդում էր։ Բայց ինչ Փաթիկը տորի չես Զարուբից նանասու կարող է։ Սիգարետ մի դեռ տանում էին, տաբակեր։ Պայտիկա տոր այել, դա ուզուց ասլանում է եղել։ Դեռ թաշկինակ։ Էլ ինչ կա։ լավը։ Ուրիշ բայց գործողություն ինչ է կարասանես, որ անդադար Տաշկինակ։ ժամացույցները շուտ է տա։ Ժամանակ, պարոն Նիկողոսյան։ Պատասխանում է Արտյոմ Ղուկասյան։ Լսում ենք ձեզ, պարոն Ղուկասյան։ Ենթադրենք սև արկղում առարկան դա թաշկինակն է եւ այնտեղ ինչ որ քարկապ էին անում ռուսերեն հայտնի արտահայտության ուզիլոկ նապամից զավիզած դրա անալոգիայով, որպեսզի ֆիքսեն հիշեն։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Եթե մարդը ցանկանում էր ինչ-որ բան հիշել, նա գրպանից հանում էր բացենք սև արկղը, թաշկինակը եւ դրա վրա հանգույց էր կապում։ 2-1 Արտյոմ Ղուկասյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ գիտակները հաշվի մեջ առաջ են անցնում։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Պարոն Ղուկասյան։ Այո, պարոն հաղորդավար։ HR-ն այսօր լուրջ մասնագիտություն է եւ շատ հեռուն է գնացել նախկինում կադրերի բաժնի վարիչի ավանդական գործառույթներից։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ դառնալ։
շատ կլիշե կհնչի սիրել մարդկանց, փորձեր մի կարևոր խորհուրդ հնարավորինս համակարգային լուծումներ միշտ գտնել, ոչ թե անձնական լուծումներ։ Սերոժա Ափոյան։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, ձեր դեմ խաղում է Սերոժա Ափոյանը, կենսաֆիզիկոս Երևանից։ Հին ԹԲ-ի քանդակագործները փորձելով ընդգծել դատավորների անկաշար լինելը, պատրաստում էին արձաններ, որոնք ակամա հիշեցնում էին արվեստի հայտնի գործը։ Ուշադրություն հարցը։ Ինչ յուրահատկությամբ էին նրանք քանդակում հին ԹԲ-ի դատավորներին։ Ժամանակ Ձեր թե աչքեր։ Ничего не вижу, ничего не слышу. Կարող է բան ալնի, ձերքերը ընդունում եմ, էսի լավ վերսա, բայց ես էլ նայենք հələ։ Ձեր պետք է լինի, բայց որոշում Չէ, կաշառ չվեսնի։ Չէ, շատ լավ վերսա, բայց կապիկների ничего не вижу, ничего не слышу։ Երեք կապիկա մի հոգի չես Երեխեքի Ֆեմիդայի Ֆեմինան կապած աչքեր։ աչքեր չեր ունենում, այդ Չունի ասոցիացիա, չունի։ Ախր տենց է նշանակում է կույր է դա։ Շերքը ունի, բայց Հայտնի արվեստի գործ պետք է լինի։ Այդ լավ։ ֆեմիդա էլի։ Չէ, դու ինչ կարա լինի առանց գրպան, գնոցով, չգիտեմ։ Մեջկով ապա կույր, խուլ, Մի հոգու դեպքում լավ չի։ մեջկով պատված արձան։ Այդտեղ գրպան չկար այն ժամանակ։ Բայց ձեր պատված չկա։ Հայտնի Ձերքեր չունենալ։ Պարոն Ավարտավար, այս անգամ գրքին կփորձի Լևոն Գրիգորյանը։ Ես խնդրում եմ, ուղղակի հուշեք, մեկ պետք է պատասխանեիք որ արձանի հետ, թե ինչ յուրահատկություն ուներ։ Ձևը, հարցի ձևը։ ինչ յուրահատկություն։ Այո, ձերքեր չունեին։ Հիմա լրացուցիչ ինչի նմանությամբ է դա։ Պարոն Գրիգորյան, Միլոսյան Վեներայի։ հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հին ԹԲ-ի քանդակագործները փորձելով ընդգծել դատավորների անկաշար լինելը, նրանց պատկերում էին առանց ձեռքերի։ Նման արձանները ակամա հիշեցնում էին հելենիստական դարաշրջանի ամենահայտնի աշխատանքներից մեկը Միլոսյան Վեներայի քանդակը 3-1։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Եվրոստան ույուտ ընկերության համասեփականատեր Դավիթ Բադեյանը։ Բարի երեկո, պարոն Բադեյան։ Բարի երեկո, պարոն Ավարտավար։ Պարոն Բադեյան, այս թիմը մեր ամենափորձառու թիմերից մեկն է։ Ինչ կմաղթեք թիմին։ Կմաղթեմ միանշանակ նույն կերպ շարունակել ու հաղթել խաղում։ Իսկ այս պահին կա գիտակ, որին կարող եք առանձնացնել։ Շատ դժվար է այս պահին, մի քանի գիտակներ կան, ոնց կարելի է առանձնացնել այս պահին։ Շնորհակալություն, պարոն Բադեյան, շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ երբ հեռուստախաղին, կամ info.shnik.pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուր է եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Գայանե Անտոնյանը, ռեժիսոր Գյումրիից։ 1820-ական թվականներին Փարիզում Ժան Սոտոնը հիմնեց մի գործակալություն, որի անվանումը ֆրանսերենից բառացի թարգմանվում է որպես դրամատիկական հաջողությունների ապահովում։ Ուշադրություն հարցը. որտեղ եւ ինչպես էին Սոտոնի աշխատակիցները իրականացնում իրենց առաքելությունը։ Ժամանակ Պոդիում։ Դրամը երևի պետք է լինի, չէ՞, դրամա։ Պոդիում ինչական բառ։ Լավ, հաջողությունը ո՞նց է։ Success։ Սաուդա ֆրանսիան։ Ֆրանսերեն։ DSA։ Դյուսոլե։ Կանադական է դյուսոլե, կարծեմ ուշա։
Լավ, Որտեղ եւ ինչպես։ Հա, դրամատիկական։ ֆեստիվալը բանը լատիներենա, չէ՞, ֆեստիվալ։ Որտեղ եւ ինչպես Իսկ Ֆոլիբերժե ինքը հետո Կարային դատերի ժամանակ որպես վկաներ գնային։ իսկ կարող է մի րոպե Թաղումների ժամանակ լինի։ կլա այն ծափտվողները Թատրոններում ջո։ Հա, լավա, դրամատիկական որ հավացյաներ բաներ։ Այո, դա ավելի լավ է։ Բայց իստում ես հապավում է ինչ որ հայտնի անվանման պետքա բերել։ ֆրանսերեն ինչ որ բառ։ Հա, ինչ որ 3 տարերով 2 տարով ապսանես բառ Ֆեստիվալ ստանաս։ բանս ինչ ունի։ նոկասես Նորը կլակերն։ կլակյոր հայ իրանք տենց չէ Կլակյոր հա։ Բացի անգլերեն է։ պետի ֆրանսիական Ասան։ Պարոն Նիկողոսյան, ով է պատասխանում։ Պատասխանում է Ալանակյան Նորան։ փորձեմ պատասխանել, որ հարցը որտեղ եւ ինչպես են իրանք առաքելությունը ծառայում։ Կարծում եմ իրանք թատրոններում ապահովում էին հաջողություններ ծափ տալով, այսինքն վարձու ծափ տվողներ, այսինքն կլակյորներ էին կոչվում, եթե չեմ սխալվում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ժան Սոտոնի հիմնադրած գործակալությունը Տիկին Ալանակյան վճարում էր մի շարք մարդկանց, որպեսզի նրանք թատերական ներկայացման ժամանակ բարձր ծափահարեն եւ այդպիսով ապահովեն դրա հաջողությունը։ 4-1 Շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Նիկողոսյան, Այո։ մանուկ հասակում շատ էիք սիրում նկարել։ Հիմա էլ եք նկարում։ Ճիշտն ասած ժամանակ չի լինում, բայց փորձում եմ դա ավելի շատ 3D տարբերակներով փոխարինել։ Իսկ այդ հատկությունը օգնում է ձեզ հարցն ավելի պատկերավոր ու ամբողջական ընկալել։ Նայած հարցից, այո։ Ձեր դեմ խաղում է Արսեն Ոսկանյանը, ինժեներ Երևանից։ 2018 թվականին Ռոմա ֆուտբոլային ակումբի լեգենդար ավակ Ֆրանչեսկո Տոտտին այցելեց Հռոմի բանտերից մեկը։ Տոտիի խոսքով կալանավորները նրան դիմավորեցին այնպես, կարծես նա շատ կարևոր հյուր լիներ։ Կալանավորներից մեկը հատկապես անհամբեր էր սպասում ֆուտբոլիստի հետ հանդիպմանը եւ նրա հետ լուսանկարվելուն։ Ուշադրություն, հարցը. Ինչ խնդրանքով այդ կալանավորը դիմեց բանտի ղեկավարությանը։ Ժամանակ Իր ֆորմայի վրա նրանք էլ են, չէ՞ Պալասատի։ Չէ, Ռոման Պալասատի։ Չէ, ֆորմ թիվը, դնի իր թիվը, Ֆրանչեսկո Տոտիի թիվը։ 10 համարը տան իրան, բայց թվեր կա ուրեմն ֆորմայի վրա։ Ռոբայի թիվը։ Իսկ կարող է իրանք Հա, ու նկարվելու 2-10 համար է նկարում։ Մի հատ հարց էլի, կարա համեմատի Հռոմի պապու հետ, ու որ ոտեր լվանալու ինչ որ տենց արարողություն լինի։ Հռոմի պապ Տոտի։ Իրանց համարներ 10 դրած։ 10 համարը ինքը կարա։ անհամբերությունը մեզ Հաստատ գիտեք 10 համարը, թե պետք Ահա ինքը 10 համարը իրանց հետո չեն է տալիս հետո։ Իրանցների վրա Կարող է տեատրը իրան ավանդել։ Ֆորմաների վրա կա համար։ Կարող է իմպերիալի Հա, բայց 10-ը պետք է լինի, չէ։ Չէ, նկարվի, հետո նկարվի։ Էդի անի, Դա դա նկարվելն էլ է ակաչի, հարցը 10 համար։ Իրան նաև Հռոմի վերջին իմպերատոր էին անվանում։ մի րոպե, իրավ բանով նկարի։ Ֆորման հագնի թե 10 համարը տա։ համարը։ Բայց ինքը Հասկացա։ ինքը արդեն մարզի չէր, արդեն Չէ, մարզի շեղ է Տոտին երբեք։ Ժամանակ պարոն Նիկողոսյանով է պատասխանում։ Արամ Խաչատրյան։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Այ, կրկին ֆուտբոլային հարց, փորձեմ այս անգամ եւս։ Բան նրանումն է, որ այդ կալանավորը ուզում էր, որ իր հագուստի վրա լինի նույն թիվը, ինչ որ Ֆրանչեսկո Տոտի մարզաշապիկի։ Հասկանալի է։ Այսինքն նկարվելու պահին նրա վրա լինի այդ թիվը։ Հասկանալի է, պարոն Խաչատրյան։ Դուք հետևում եք ֆուտբոլին
Իհարկե։ Որ թիմին եք երկրպագում։ Նկատի ունեք երկրի թե ակումբի։ Ակումբի։ Երկրի հասկանալի է անիմաստ է հարցնել, պարզ է որ դա Հայաստանի հավաքական։ Հիմա դա, չէ, Արգենտինա է։ Հիմա դա միգուցե վերջին Եթե Հայաստանը չի խաղում, պարոն Խաչատրյան, աշխարհի առաջնությունում Արգենտինա է։ Իսկ իհարկե Հայաստանի։ Բայց Հայաստանն է մի օր խաղա։ Իսկ որպես ակումբ, ինչքան էլ որ հիմա դա ակտուալ չէ, Ռեալ Մադրիդ։ Ռեալ Մադրիդ, հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կալանավորներից մեկը այնքան էր ձգտում ներկա գտնվել Ֆրանչեսկո Տոտիի հետ հանդիպմանը, որ բանտի ղեկավարությունից թույլտվություն էր խնդրել եւս մի քանի օր մնալ Կալանավայրում։ Կալանավորի պատժի ժամկետը լրացել էր մինչև Տոտիի հետ հանդիպումը, սակայն այդ Կալանավորի համար բացառություն էր արվել։ 4-2 Արսեն Ոսկանյանը բերում է երկրորդ միավորի իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Armenia 3 Project-ի ռազմավարական գործընկերության եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։ Բարի երեկո, Տիկին Մխիթարյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Մխիթարյան, 32 տարի Armenia 3 Project-ը շարունակում է հարստացնել Հայաստանի Հանրապետության կանաչ ֆոնդը։ Այս տարի ռեկորդ եք սահմանել 1 միլիոն ծառ։ Որտեղ են տնկվել այդ 1 միլիոն ծառերը։ Այո, պարոն հաղորդավար, մեր սեփական ռեկորդն են գերազանցել իրականում 1 միլիոն ծառ միայն նախորդ տարվա ընթացքում, շատ բարեհաճ տարի էր 25-ը։ Մենք տնկել ենք այս տարի Լորիում, Շիրակում ու Կոտայքում, հիմնականում բարձրադիր վայրերում ենք տնկում, որպեսզի բնական ոռոգում լինի, բայց ֆանտաստիկ արդյունք էր, մոտ 300 հեկտար անտառ ունենք նոր տնկված Հայաստանով մեկ, բոլորի շնորհավորում եմ այդ առիթով մեզ առաջին հերթին։ Շատ շնորհակալություն Տիկին Մխիթարյան, շատ կարևոր գործ եք անում։ Ավելացնեմ միայն, որ Armenia 3 Project-ը այսօրվա մեր բոլոր մասնակիցներին նվիրում է վկայական, որը կբացի արկածային մի ճանապարհ դեպի Լոռու մարզ, Հրանտ Դինքի անտառ, Շվաքում միջոցառմանը մասնակցելու համար։ Իսկ եզրափակիչ խաղի լավագույն գիտակին Armenia 3 Project-ը կնվիրի Մատենից արքայական բալասանը։ Շարունակում ենք։ Խաղը 7-րդ խաղափուլ։ Մոռացանք հարցը։ Պարոն Խաչատրյան, Արամ Խաչատրյան։ Այո, պարոն։ Կան արդյոք հետաքրքիր ծեսեր, որոնք պարտադիր իրականացնում եք ձեր խաղի օրը կամ խաղից առաջ։ Հա, շոկոլադ եմ ուտում մեծ քանակության։ Ну, որպես բժիշկ ավելի շատ շատացնում եմ ուղեղից, խթանում եմ ուղեղից աշխատանքը։ Բայց ոնց որ թե այսօր չօգնես։ Չէ, ինչու։ Ամենայն դեպս հաշիվը այս պահին 4-2-ը ձեր օգտին, այնպես չի որ վատ է։ Ձեր դեմ խաղում է Լևոն Հայրապետյանը, մաթեմատիկայի պրոֆեսոր, քաղաք Չիկագո, ԱՄՆ։ Այդ առարկան, եթե հավատանք դրա անվանմանը, հարմարավետություն է խոստանում, սակայն հայտնի պատմության մեջ դրա ներկայությունը դառնում է ավելորդ և անհանգստացնող։ Այն չունի ոտքեր, բայց շատ է ճամփորդում, վերածվելով անորոշության և բաժանման խորհրդանիշի։ Ուշագրավ է, որ իր ոդիսականի վերջում այն կիսում է մեկ այլ հայտնի պատմության գլխավոր հերոսի ճակատագիրը։ Ուշադրություն հարցը։ Ինչ առարկայի մասին է խոսքը։ Ժամանակ։ Կոմոդն է, բայց կոմոդը ոտքեր ունի։ Բանի մեջ կինոյի ֆրուզիկը որ տանում բերում է, վերջում եք։ Երեխեք, մի րոպե իրան օգնում։ Սակվոյաժ էլի, չեմադան։ Երեխեք, իսկ իրան եթե Չեմադանը չի նշանակում։ մի րոպե, կարող եթե ասում եք կիսում է վիճակը կարող է ուտում են իրան վերջում։ Երեխեք, սում են ճանապարհ։ Անունից դատել։ Հերոսը Աննա Կարինինան է, որը գնում է այդ բան գնացի։ Իմ կարծիքով դա է։ Իսկ ինչ էր իր մոտ այդ ընթացքում։ Դա երբ կոմոդը տանում բերում է։ Կոմոդ նշանակում է հարմար ֆրանսերեն։ Ուրեմն ինչ է Կարող ոտեր ունի։ Մի բաժնը, կարող այնտեղ չգիտեն որ ոտեր ունի։ Նման է, իդեան բռնում է։ Ոչ բոլոր կոմոդները մտրել են։ Կինոյում տակից ոտեր չուներ այդ կոմոդը։ Մոռացի էդի։ Լավ։
Ֆրանսերեն, հա։ Իսկ անորոշությունը բաժանությունը է դեպքում ինչի համար։ Տանում բերում էին, ասում են ձեր Ֆրունզիկն է։ Գալանովենցի մոտ հետո հետ էին տանում։ Իսկ այդ հոդիսական ինչ իմաստներ։ Այդ բանը բերել։ Հենց այդ է։ Ես ստուգում եմ հետո ժողովուրդ։ ուրիշ քնարկեցի, բայց cozy վարը comfortable cozy։ Պատասխանում է Ո՞վ է պատասխանում։ Լևոն Գրիգորյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Խոսքը կոմոդի մասին է։ Կբացատրեք ինչու։ Կոմոդ նշանակում է հարմար, ֆիլմի ընթացքում, մեր մանկության տանգո ֆիլմի ընթացքում Ֆրունզիկը այդ կոմոդը քանի անգամ տանում բերում էր, վերջում էլ դա հայտնվեց երկաթ գծերի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ֆրանսերենից թարգմանաբար այդ բառը նշանակում է հարմարավետ։ Խոսքը մեր մանկության տանգո ֆիլմի հայտնի կոմոդի մասին է, որն ի վերջո կիսում է Աննա Կարենինայի ճակատագիրը եւ ընկնում գնացքի տակ։ Լևոն Գրիգորյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին, հաշիվը դառնում է 5-2 հոգուտ գիտակների։ Իսկ այս պահին մեր ակումբում սուրճի ընդմիջում է։ Վայելեք Royal Armenia սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Ты хотел сам себя загубить, или? Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ույուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia 3 Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը։ Բարի երեկո, պարոն Ղուկասյան։ Բարի երեկո, պարոն Աղասավար։ Պարոն Ղուկասյան, այս պահի դրությամբ երկու բան պետք է խնդրեմ։ Առանձնացնեք ըստ ձեզ թիմի լավագույն գիտակին եւ հնչած հարցերից լավագույնը։ Գիտակից թվում է Լևոն Գրիգորյանն էր, այսօր շատ լավ խաղ ցուցաբերեց, իսկ լավագույն հարցը Ափոյանի հարցն էր անթև դատավորների վերաբերյալ։ Իսկ ինչ կմաղթեք թիմին, պարոն Ղուկասյան։ Թիմին կմաղթեմ արծիվներին սազական հաղթանակ։ Նու գոնե մինչև այս պահ այդպես էլ խաղում են։ Պարոն Ղուկասյան։ Այո, այդպես էլ խաղում են, խաղից առաջ ես պայմանավորվեցի ընկերներից մեկի հետ, որ ինչ հաշվով է ավարտվելու, հիմանացի ծաղում է, բայց ինձ թվում է մեկ մոտ ենք այդ հաշվին։ Հասկանալի է։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Տիկին Ալանակյան։ Այո, լսում եմ։ Քիչ առաջ Արամ Խաչատրյանն ասեց, որ խաղից առաջ շոկոլադ է ուտում։ Ժամանակին խաղին նախապատրաստվելու յուրահատուկ ծես եք ունեցել։ Տիկին Ալանակյան, սերուցքով սուրճ եւ պարտադիր դառը շոկոլադ։ Այդ ծեսը դուք եք պահպանել մինչ օրս։ Այսօր մոռացել եմ դառը շոկոլադը, բայց ծեսը շատ լավն է եւ աշխատում եմ դա շարունակել։ Ջոն։ Ձեր դեմ խաղում է Սուսաննա Հարոյանը, տնտեսագետ Երևանից։ Կավիճ, շաքար, մրջուն, ծառի խեժ։ Ուշադրություն հարցը։ Ինչու էր այս ամենը հատկապես տարածված խորհրդային շրջանում։ Ժամանակ։ Շաքարով պրիմանիվ է մրջունների։ Ծամում են, որ ասենք հոտ չգա։ Ծառի խեժը որն է։ Սմալա։ Կամ Մի րոպե, մրջուններին եթե շաքարով կանչես, հետո կավիճով փոխարինես, կարան մրջունները խառնեն։ Տարականների դեմ Կարող ռուսերեն պետք է թարգմանել, որ Մրջունը ոնց է իմաստը տարականի դեմ օգտագործում։ լավ, իսկ Մասնությունների դեմ լրիվ բռնում է։ Հա? Որը, բայց մրջունը ոնց է պայքարելուն օգնում։ Չես պայքարում, քաշմեսվերը ճաշինքից չի մտնում։
Երեք իսկ Դальше. Քիմիականը մշնաթթու։ Ծամոն չկար, դրա համար որպես ծամոն կարող էին Կարող ավելացնել։ Կարող է բան ատամները մաքրելու համար, Ատամները մրճունոտ։ Կիսլատա։ կիսլատա ինչ։ Կիսլատա չէ, բանի ատամների Ցալը մաքրում են։ Մաքրում են ատամների բանները, ատամների Չէ, իրանք որպես բան, աբրազիվ։ Պիտակեցնելու համար մաքրելու։ Երեք կոշիկ մաքրելու չէ։ Կոշիկ չէ։ Բաները։ Ինչ որ տարածված սովետում, ինչ որ բան չկար, դեֆիցիտ էր ուրեմն։ Ատամներին ասա։ Պարոն Նիկողոսյան, ով է պատասխանում։ Պատասխանում է Խաչատրյան Սամվելը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Դե քանի որ ավելի լավ տարբերակ մենք չունենք, պարոն հաղորդավար, եկեք ընտրենք այն տարբերակը, որ այս բոլոր նյութերը կարող են օգտագործվել սովետական միության ժամանակ, չգիտեմ, ատամները լավ մաքրելու, ինչի չնայ փայլացնելու, սպիտակացնելու համար։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ճիշտն ասած, երբ այս հարցը հենց ձեր թիմին էինք դնում, ես եմ որոշել, որովհետև հաշվի առնելով, որ շատ-շատերը խորհրդային ժամանակաշրջանում ապրել են ավելին, հենց այդ ժամանակ դպրոց են գնացել։ Եվ այդ ժամանակ խորհրդային դպրոցականներից ոմանք դասամիջոցների ժամանակ հաճույքով կավիճ էին կրծում։ Համարվում էր, որ այդպիսով նրանք լրացնում են կալցիումի պակասը։ Շաքարն ու ծառի խեժն ուտում էին քաղցրավենիքի եւ մաստակի փոխարեն, իսկ մրշնաթթվի օգտակարության մասին գիտեին բոլորը, բայց փորձում էին միայն ամենահամարցակները, թե ինչպիսի քաղցրավենիք էին համտեսում խորհրդային երեխաները։ Այս ամեն ինչը պարզապես այն ժամանակ ուտում էին որպես վիտամին եւ որպես ինչ-որ օգտակար նյութեր։ Ատամները չէին սպիտակ։ Սուսաննա Հարոյանը բերում է երրորդ միավոր իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Բայց ծառի խեժը ինչ էին անում, պարոն հաղորդավար։ Ծամում էին որպես ծամոն, ծառի խեժը։ Ես դա շատ լավ հիշում եմ, պարոն Նիկողոսյան։ Ձութել էին ծամում։ Ձութել էին ծամում, այո, ձութել էին ծամում։ Հիշեցիք, տեսեք, կամաց հիշում եք։ Տանում էին բերան։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Սամոնել ա։ Լավ, всё, մոռացան։ Տանում էին բերան։ Պարոն Սամվել Խաչատրյան։ Այո, պարոն Երիտասարդ տարիներին դուք բավականին խստապահանջ էիք եւ հաղորդավարից պահանջում էիք ընդունել միայն հստակ պատասխաններ։ Հիմա էլ եք այդպես մտածում։ Դե տարիքի ընթացքում կարծիքները փոխում են, պարոն հաղորդավար։ Կավի հիմա էլ են ուտում շատերը։ Հղիները։ Հա? Հղիները։ Չէ, ոչ միայն կալցիումի։ Ձեր դեմ խաղում է Էվելինա Մարտիրոսյանը։ Ուսուցչուհի Աչաջուր գյուղից։ Թունիսի որոշ շրջաններում ավանդաբար ընտանիքի հայրերը բերի հողերը կտակում էին որդիներին, իսկ դուստրերին որպես կանոն բաժին էին հասնում գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերը։ Ուշադրություն, հարցը։ Իսկ ինչի արդյունքում արդեն 20-րդ դարում կանայք եւ աղջիկները չնայած իրենց ժառանգած անպիտան հողերին, կտրուկ հարստացան։ Ժամանակ Տուրիզմի համար Նավթի վերսիան փչացնեն, արխեոլոգիական ռասկոպկաներ են։ Դա թանկ չի, Չէ, կարող է բաներ լինի, Ալժիրն ու Լիբիան հաստատ Ամբերին ոչ բերին լավ է, որովհետեւ տակը նավթ է, դա բացի շատ լավ։ Չբերա, որտեղ նավթ է, Դա ֆիքսենք ու դա չփչացնենք, բայց Դալշը Հողերի կոնսոլիդացում։ չէ, 20-րդ դարի հետ բա ինչ։ Կտրուկ հարստացան, կտրուկ։ Հա, եթե Այսինքն կտրուկ երբ որ հապա ինչ որ բան տուրիստական երկիր էլ է, ժողովուրդը մոռացել։ Պլաժի մոտ բաները բերի չեն։ Ախրտի 20-րդ դար կտրուկ։ չի ասում։ Ռեսկի հարստացում։ ծովափ չի ասում։ Նավթով է, բոլորը ասել են, հա։ Էլ ինչ տարբերակ կա, Ոչ մտածեք։ կամ туриզմ, կամ Տուրիզմը նավթ չէ, նավթ է։ արեք։ Ասում եմ ես երկու վերսից, ասում եմ նավթ է։ Բան չանենք, էլի նիբուծում, պիրիմուդից։
Պատասխանում է Ով է պատասխանում։ Արամ Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Առաջին վարքյանին ամբողջ թիմում ցակած վերսիան է, գտնվեց նավթ, բնականաբար կտրուկ հարստացան նրանք, ովքեր ունեին այդ հողերը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Նիկողոսյան, ես ձեզ այսքան շուտ հանձնվելուց երբեք չէի տեսել։ 20-րդ դարում տուրիզմի զարգացումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ծովափնյա հողերը, որոնք համարվում էին գյուղատնտեսության համար ոչ պիտանի, դարձան շատ արժեքավոր, դրանց վրա սկսեցին կառուցվել հանգստավայրեր, ինչի արդյունքում էլ այդ հողերը զգալիորեն թանկացան։ 5-4 Էվելինա Մարտիրոսյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ հաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից 10-րդ խաղափուլ։ Պարոն Արամ Խաչատրյան։ Այո, պարոն Խավար։ Ում եք համարում հենց ձեր թիմի ուժեղագույն գիտակը։ Դե ինչքան հասցրեցի թիմի ներսում խաղալուց հասկանալ, իհարկե Լևոն Նեգրիգորյան։ Մինչ այդ էլ կողքից դիտելուց, երբ որ այս թիմում չէի, այդպես գիտեի, հիմա առավել քան համոզված եմ։ Իսկ կա արդյոք թիմ մեր հեռուստաակումբում, որի կազմում երբեք չէիք խաղա։ Ամոթից երբեք չէի խաղա կրկին Սուրեն Մանուկյանի թիմում։ Ամոթից, ոչ թե թիմն է խնդիր։ Սուպեր բլից։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Նիկողոսյան, ով է մնում սեղանի շուրջ։ Թող փորձի Արտյոմ Ղուկասյանը իր առաջի սուպերբլիցը մեր թիմում, հուսով եմ ոչ վերջի։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Ղուկասյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Վերջերս մեր հեռուստադիտողը ինտերնետում հանդիպել է մի ցանկ, որտեղ Էդվարդ Գրիգը առաջինն էր, իսկ Էդվարդ Մունքը երկրորդը։ Ջուլիետտա Մանուկյանը Իտալիայի Կաստելնովո դի Սոտո քաղաքից հետաքրքրվում է։ Իսկ ով էր երրորդը, թեև ըստ մեր հեռուստադիտողի հայերը նրան հաստատ առաջին տեղում կդնեին։ Ժամանակ։ Պարոն Ղուկասյան։ Գրիգը ու Մունքը սկանդինավ էին երկուսն էլ, երկուսի անունն էլ Էդվարդ, ըստ էության Էդվարդ անունով հայտնի մարդկանց ցուցակ էր, արվեստի գործիչ էին երկուսն էլ, Փելեշյան։ Փելեշյան, հասկանալի է։ Փելեշյանը Էդվարդ է։ Էդվարդը չեմ հիշում։ Արտավազդ է։ Արտավազդ էր։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Ղուկասյան, նրանք պարզապես սկանդինավներ չէին, երկուսն էլ նորվեգացի էին։ Հոդվածը ամենահայտնի նորվեգացիների մասին էր, առաջին տեղում Գրիգն էր, երկրորդը Մունքը, իսկ երրորդ տեղում հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենն էր։ 5-5 Ջուլիետտա Մանուկյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ հաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Երրորդը ինչ կլինի։ Էդվարդ։ Պատրաստվեք բլիցին, ժողովուրդ։ Առաջինը պատասխանեց։ Շարունակում ենք խաղը 11-րդ խաղափուլ։ Ինչ, որտեղ երբ խաղի բոլոր սիրահարների համար ունենք լավ նորություն, 3W ինտելեկտուալ ակումբում պարբերաբար կազմակերպվում են մրցաշարեր, որոնց հաղթողները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցելու ինչ որտեղ երբ հեռուստաակումբի 2026 թվականի արտամրցութային խաղերից մեկին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041 55 04 96 հեռախոսահամարին։ Բլից
3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Տարիներ առաջ Սան Դիեգո քաղաքի կենթանաբանական այգու տնօրինությունը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի սովորեցնի մարդկանց հանել կոշիկները, կապիկների բնակության վայր մտնելիս։ Ընդ որում, սկզբնական շրջանում տնօրինությանն այդ հարցում օգնում էր դռնապանի գործառույթ ստանձնած վարժեցված ագռավներից մեկը։ Էդգար Գևորգյանը ԱՄՆ Բրբանկ քաղաքից հարցնում է. ինչպես էր նրան հաջողվում պայքարել որոշ կարգազանց այցելուների դեմ։ Ժամանակ։ Կծում էր էլի, եթե կոշիկով են շնորհքները քաշում քանդում։ Շնորհք հայերեն ոնց է։ Ծրտում է։ Շնորհք ասես։ Լավ, Ծրտել է այդքան խփում է որ հետո աներ կոշիկով խփեր։ Խփում է որ փախնի։ խփել է կոշիկ, բավարար եթե կծում Ագրավները կարող են sense մանր գոր շնորհք հանել։ շատ խելացի են։ հա, իրանք հիմա դաժե ակուրուկներն են հավաքում որոշ քաղաքներում։ Ժամանակ, պարոն Նիկողոսյան։ Պատասխանում է Լևոն Գրիգորյանը։ Հավանաբար կոշիկների կապերը քաշելով քանդում էր։ Հասկանալի է ձեր պատասխանը, պարոն Գրիգորյան, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մուտքի մոտ կանգնած ագրավը պարզապես արձակում էր այցելուների կոշիկների քուղերը, կապիշները։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Այդ ավանդույթը Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկիզբ է առել 1797 թվականին եւ խախտվել է միայն 1940 թվականին։ 1947 թվականին այլևս երբեք նման խախտում թույլ չտալու նպատակով որոշվեց այդ ավանդույթին հաղորդել իրավական ուժ։ Արդյունքում 1951 թվականին ուժի մեջ մտավ համապատասխան իրավական ակտը, որը գործում է մինչ օրս։ Գոր Քոչարյանը Երևանից հետաքրքրվում է, որ ավանդույթի մասին է խոսքը։ Ժամանակ Երկու անգամ կարող է ընտրվել ընդհանուր նախագահ։ Բանը 40 ավանդույթ, թվականի խարումը Սկզբից ավանդույթ է։ Երրորդ բանով գնաց։ Սկզբից ավանդույթ է։ էլ է երթվում, որ նախագահի մահանալու դեպքում ինքը մի անգամ Շկապչունը երրորդ բանն է։ 40-ի ընտրվեց նախագահ, որտեղ պատերազմներ։ Այո, 4-րդ անգամ որը ժամանակ պարոն Նիկողոսյան, ով է պատասխանում։ Պատասխանում է Սամվել Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Համաձայն այդ իրավական ակտի Ամերիկայի նախագահը կարող է ընդհանուր 2 անգամ ընտրվել նախագահ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ 1797 թվականին Ջորջ Վաշինգտոնը հրաժարվեց երրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, սկիզբ դնելով այդ ավանդույթին 1940 թվականին Ֆրանկլին Ռուզվելտը երրորդ, ապա նաև չորրորդ անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում, դրանով իսկ խախտելով ավանդույթը, համարելով, որ սա կարող է վատ նախադեպ հանդիսանալ, 1947 թվականին ԱՄՆ Սենատը իրավական ակտ ընդունեց, որն արգելում է որևէ մեկին 2 անգամից ավել զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Այս հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք, իսկ հիմա վճռորոշ երրորդ հարցը։ 1893 թվականին ԱՄՆ նախագահ Սթիվեն Գրովեր Քլիվլենդի կինը Ֆրենսիսը նրան դուստր է պարգևել։ Համլետ Մաթևոսյանը Վանաձորից խնդրում է ձեզ պատասխանել. ինչով է այդ երեխայի ծնունդը մտել ԱՄՆ պատմության մեջ։ Ժամանակ։ Առաջին անգամ առաջին տիկինն էր, որ երեխա ունեցել։ Հա, տիկին լինելու ընթացքում։ Առաջին տիկին լինելու ընթացքում։ հետո որպես Okay, դալշը, այլ վերսիա։ անունով բան են ինքը դրել, սկսեց անվանվել առաջին տիկին։ Չէ, դժվար Արդեն նրբազրված է։ 1993 թվականն էր։ Վերսիա ասկյա։ Ժամանակ, պարոն Նիկողոսյան։ Պարոն Նիկողոսյան, ով է պատասխանում։ Սամվել Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Ենթադրենք, որ դա առաջի դեպքն էր, երբ որ Ամերիկա առաջին տիկինը պաշտոնավարության ընթացքում երեխա ունեցել։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Դուք հաղթեցիք բլիցում 6-5 հոգուտ գիտակների, ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։
Արամ Խաչատրյան, Լևոն Գրիգորյան, Սամվել Խաչատրյան, Նորան Ալանակյան, Արտյոմ Ղուկասյան եւ թիմի ավակ Լևոն Նիկողոսյան։ Պարոն Դավիթ Բադեյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը, պարոն Բադեյան։ Կարծում եմ Լևոն Գրիգորյանը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Լևոն Գրիգորյանը եւ ստանում է Դավիթ Բաբայանի Դոդոյի աքսորավայրը։ Բանաստեղծական ստի բառարան գիրքը հեղինակի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Պարոն Արարատ Ղուկասյան։ Այո։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Յունիբանկը չենք դիտարկում Արսեն Ոսկանյան, Ֆրանչեսկո Տոտի եւ Կալանավորի հանդիպման մասին, Սուսաննա Հարոյան սովետական դպրոցականների քաղցրավենիքի մասին, Էվելինա Մարտիրոսյան Թունիսում տուրիզմի զարգացման մասին եւ Ջուլետա Մանուկյան հայտնի նորվեգացիների մասին։ Իմ կարծիքով ամենահետաքրքիր հարցը Տոտի եւ Կալանավորի հանդիպման մասին հարցն էր։ Շնորհակալություն Արսեն Ոսկանյանը Տոտի եւ Կալանավորի հանդիպման հարցով ճանաչվում է լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Պարոն Հայկ Հայրապետյան, հիշեցնեմ հարցերը եւ դուք ընտրեք։ Մհեր Մինասյան լուսանկարչական լաբորատորիաների մասին, Վահագն Մարտիրոսյան թաշկինակների մասին, Սերոժա Ափոյան առանց ձեռքերի արձանների մասին, Գայանե Անտոնյան դրամատիկական հաջողությունների ապահովման մասին, Լևոն Հայրապետյան կոմոդի մասին, Էդգար Գևորգյան այցելուների քուղերն արձակելու ագրավի մասին, Գոր Քոչարյան ԱՄՆ նախագահի ժամկետի եւ Համլետ Մաթեոսյան ԱՄՆ նախագահի դստեր։ Անկախ նրանից, որ հարցեր ուղարկողներից Լևոն Հայրապետյանի հետ նույն ազգանունն են կրում, բայց ամեն դեպքում կամոդի հարցը շատ եմ հավանել։ Լևոն Հայրապետյանը ստանում է 50,000 դրամի նվեր քարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։